Վրաստանում Թբիլիսիի մերձակայքում գտնվող Կրծանիսիում գտնվող համատեղ ուսումնական եւ գնահատման կենտրոնում ապրիլի 28-ին ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժություններ են մեկնարկել։ Այս մասին հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։ Հրատարակությունը նշում է, որ զորավարժություններին մասնակցում են Վրաստանը, Բուլղարիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Լիտվան, Լեհաստանը, Սլովակիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները, Ադրբեջանը, Մոլդովան, Հայաստանը եւ Թունիսը։ ՆԱՏՕ-Վրաստան 2025 համակարգչային աջակցության վարժանք է, որը նախատեսված է Վրաստանի գլխավորած բազմազգ բրիգադին նախապատրաստելու ճգնաժամային գործողություններ պլանավորելու եւ իրականացնելու համար, ասվում է հրապարակման մեջ։ Նախկինում հաղորդվում էր, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ լայնածավալ հրամանատարաշտաբային զորավարժությունները տեղի կունենան ապրիլի 28-ից մայիսի 8-ը։ Թբիլիսիում Իտալիայի դեսպանատան տվյալներով զորավարժությունները նպատակ ունեն ցուցադրելու GTEC-ի ներուժը եւ գնահատելու բազմազգ բրիգադի մարտունակությունը, որի կորիզը կազմում են վրացի զինծառայողները։